Լևոն Տեր-Պետրոսյանը սկզբում անդրադարձավ տնտեսության բնագավառին։ Չնայած Հայաստանին տրամադրած միջազգային վարկերին ու կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներին, տնտեսությունն ինչպես գահավիժում էր, այդպես էլ շարունակում է գահավիժել, նշեց նա։ Իսկ դրա վկայությունն ըստ առաջին նախագահի նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատ ընթացիկ տարվա տնտեսական անկման դինամիկան է։ Կամ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները իրավիճակին համարժեք չեն, կամ արտերկրից փոխառված ֆինանսական միջոցները ճիշտ չեն օգտագործվում, կամ էլ դրանք պարզապես մսխվում են։ Ապա Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ մարտի 1-յան դեպքերից հետո ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցին ու նշեց, որ միայն իշխանություններին է թվում, թե նման հեշտությամբ կարելի է փակել մարտի 1-ի էջն ու մինչ այժմ երկրում քաղբանտարկյալներ պահել։ Հակառակ հասարակական պահանջին ու միջազգային հանրության ճնշումներին ներկա իշխանությունների օրոք, ինչպես հոկտեմբերի 27-ի պարագայում, այս ոճրագործությունը չի բացահայտվելու եւ իրական հանցագործները պատասխանատվության չեն ենթարկվելու։ Դա ապացուցելը առանձնապես մեծ ջանք չի պահանջում, որովհետեւ բոլորիս աչքի առջև 1.5 տարի շարունակ Հայաստանի ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը եւ դատարանները, իսկ այժմ արդեն նաեւ խորհրդարանական հանձնաժողովը ցինիկաբար զբաղված են եղել կատարված հանցագործությունները կոծկելու, հետաքննության ընթացքը շեղելու, վկաներին ահաբեկելու կամ կաշառելու, իրեղեն ապացույցները կեղծելու կամ ոչնչացնելու հանցավոր գործով։ Լևոն Տեր-Պետրոսյանն առավել հանգամանորեն կանգ առավ հայ-թուրքական եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներին։ Առաջին նախագահը մադրիդյան հիմնարար սկզբունքների մասնակի հրապարակումից հետո առաջին անգամ հանդես եկավ այդ սկզբունքների հանգամանալից վերլուծությամբ։ Նա կասկածի տակ դրեց Հայաստանի պաշտոնական արձագանքը այն մասին, որ կարգավորման առկա տարբերակը լիովին բավարարում է հայկական կողմի 3 հիմնական պահանջները՝ Ղարաբաղի անվտանգության, միջազգային երաշխիքների ապահովում, Հայաստանի եւ Ղարաբաղի միջև ցամաքային կապի հաստատում եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ստեղծում։ Սերժ Սարգսյանից կորզելով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին համաձայնությունը, Թուրքիան կարողացավ հմտորեն կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, հետևաբար նաև աշխարհի մյուս երկրների կողմից հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը եւ սահմանի բացումը հետաձգել մինչեւ Ղարաբաղի հարցի լուծումը կամ առնվազն լուծման գործընթացում նշանակալի առաջընթացի արձանագրումը։ Հայաստանն ըստ այդմ մինչեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը Թուրքիայի հարցում անելիք չունի եւ դատապարտված է կրավորական, այսինքն պասիվ դերակատարությամբ։ Ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնել չմեկնելուն էլ անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ առաջին նախագահի, Սարգսյանը հայ-թուրքական հարաբերություններում ինչ սխալվոր կարող էր գործել է, ուստիև ոչ մեկնելով, ոչ չմեկնելով վիճակը շտկել հնարավոր չէ։ Այսպես կոչված ճանապարհային քարտեզը ստորագրելու դիմաց ապրիլի 22-ին Թուրքիան Սերժ Սարգսյանին խոստացել է բացել սահմանը։ Դեռևս ապրիլի 22-ին։ Եվ երկրորդ, որ Սարգսյանը նեղացած է թուրքերից այդ խոստումը դրժելու պատճառով։ Եթե Թուրքիան իսկապես խախտել է պայմանավորվածությունները, ապա քաջություն ունեցիր բացեի-բաց հայտարարել այդ մասին եւ ճշտումներ մտցրու քո քաղաքականության մեջ։ Ինչ վերաբերում է օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեց շեշտել միայն հետեւյալը. Նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից ցեղասպանությունը զոհաբերելու դիմաց Թուրքիան այդ արձանագրությունները չի վավերացնելու եւ Հայաստանի հետ սահմանը չի բացելու մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող վիճակն ըստ առաջին նախագահի ավելի բարդ է։ Կան պնդումներ, թե իբր Մեդվեդև-Ալիև-Սարգսյան հանդիպման ժամանակ ստորագրվել է շրջանակային համաձայնագիր, ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը մտել է մի հանգրվան, որից նահանջի կամ ետդարձի ճանապարհ չկա։ Իշխանափոխությունն ըստ այդմ
Ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի վրա վճռորոշ ազդեցություն գործելու եւ նրա վտանգավոր հետևանքները կանխելու միակ միջոցն է, ուրիշ միջոց չկա։ Իսկ վերջում Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթն ամբողջացնելով նշեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում ինքնիշ թեկնածությունը չի առաջադրի, ու այդ քայլին կգնա, եթե Ռոբերտ Քոչարյանն իրենն առաջադրի։ Ընդդիմության առաջնորդը հաջորդ հանրահավաքի օրը չհայտարարեց, միայն շեշտեց հետևյալը, որ հանկարծ ընդդիմությանը թույլատրել են միանգամից 6 հանրահավաք անցկացնել, ու դա հիմնականում բացատրեց այսպես. ԵԽԽՎ առաջիկա նիստից առաջ փորձում են ցույց տալ, որ Հայաստանում վերացված են հանրահավաքների երթերի անցկացման սահմանափակումները։ Իսկ հանրահավաքին հաջորդեց բազմամարդ երթը Մատենադարանի տարածքից մինչև Հյուսիսային պողոտը։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Երևան։